Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ սեր լավ տրամադրություն, ամառային տրամադրություն եւ իհարկե ինտերակտիվ կապ մեր ռադիոլսողների հետ 9:30 մեկնարկել է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը բարի լույս բոլորին։ Բարի լույս եւ բարի գալուս հանրային ռադիոյի ուղիղ եթեր տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են, մենք նաեւ on-line ենք եթերում մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո Հայատար իհարկե եւ կայքում armradio.am երկու հարթակներում էլ ունենք զրուցարաններ, որտեղ կարող մեզ մեկնաբանություններ թողնել։ Աշխատանքային շաբաթը ավարտվում է, ուրբաթ առավոտ է, մենք ուրախ ենք ուրբաթ առավոտը սկսել ձեզ հետ եւ իհարկե ուրախ ենք, որ նաեւ առջևում հանգստյան օրեր են, բայց մինչեւ այդ այսօր ժամուկես կլինենք եթերում եւ ձեզ կներկայացնենք լուրեր, նորություններ, փաստեր, տարատեսակ թեմաների շուրջ կզրուցենք, մեր գործընկերները ռադիոլուրի ժամը 10-ին կներկայացնեն վերջին ժամի նորությունները եւ իհարկե այս ամենը կուղեկցվի լավ երաժշտությամբ։ Լավ երաժշտությամբ եւ հուսով ենք նաեւ ինտերակտիվությամբ 553702 սա մեր հեռախոսահամարն է, որով կարող եք մեզ զանգահարել կամ էլ հետևել մեզ արդեն մեկնաբանություն թողած Էդիկ Բաբուջյանի օրինակին եւ դուք նույնպես մեզ մեկնաբանություններ կարող եք թողնել մեր Facebook-յան էջում ու նաեւ կայքում։ Բարի լույս բոլորին, առանձնատուկ ողջունում ենք այն մարդկանց, ովքեր խցանումների մեջ են մեզ հետևում, հատկապես նրանք, որոնց խցանումների պատճառը Կիևյան կամրջի փակ լինելն է, մի քանի օր է ոչ այնքան հաճելի իրավիճակի այդ հատվածում, այս ամենի եղանակի, իհարկե ավտոճանապարհների իրավիճակի մասին տարադրամի փոխարժեքի կպատմենք րոպեներ անց, իսկ հիմա օրվա առաջին երգը ամառային անձրև։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 34 դուք հետևում եք հանրային ռադիոյի առաջին ծրագրին, հունիսի 19-ն է օրը ուրբաթ եւ մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Եթերաժամի այս հատվածում սովորաբար ձեզ ներկայացնում ենք կարևոր տեղեկություններ եղանակի, խցանումների եւ տարադրամի փոխարժեքի մասին, այսօր էլ բացառություն չէ, հատկապես ամառային անձրևի մասին երգ լսեցինք, եկեք տեսնենք ինչ եղանակ է սպասվում այսօր։ Եվ այսպես ըստ օդերևութաբանների հանրապետության տարածքում
Այսօր նաև վաղը առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև ամառային անձրև ու ամպրոպ, բայց տեղ-տեղ ամառային անձրևը վերածվելու է կարկուտի։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր վաղը աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 նիշով, իսկ վաղը մյուս օրը, ավելի ճիշտ վաղը չէ մյուս օրը եւ դրա հաջորդ օրը հունիսի 21-ից 22-ը նույնքան կնվազի։ Մայրաքաղաքում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում, այնպես որ սիրելի երևանցիներ կարող եք անձրևանոցները տանը թողնել եւ առավելագույնը այսօր կլինի 36 աստիճան տաքություն, պատկերացնում ես, երեկոյան 26, իսկ գիշերը էլի շոկ է 19-ից 21 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Ես չեմ բողոքում։ Եվ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ այս պահին շատ լավ արևոտ եղանակ է մեր մայրաքաղաքում եւ 23 աստիճան տաքություն է։ Իսկապես հրաշալի առավոտ է եւ եղանակային պայմաններով է պայմանավորված, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում փակ ավտոճանապարհներ նույնպես չկան, այնպես որ միանգամից օդային տարածք տեղափոխվենք, կարծես թե լարված իրավիճակ էր Ռուսաստանում, հասկանանք արդյոք դա որևէ կերպ անդրադարձել է թռիչքների վրա, չնայած ռադիոլուրի մեր գործընկերը ավելի մանրամասն այս թեմային վստահ եմ կանդրադառնա։ Կարծես թե փոքր անդրադարձ կա միներալնի ոդից 11:20-ի ժամանումը ուշացմամբ կլինի եւ 12:45 վայրեջ կկատարի ինքնաթիռը։ Մնացած բոլոր թռիչքները կարծես թե ժամանակին են, ուշացումներ չկան, հիմա գանք մեկնումների դաշտ։ Էլի կարծես թե հենց միներալնի ոդի։ Սա ինչ ներկայացնում էի մեկնումների հետ կապ ուներ, ոչ թե 10:20 կմեկնեք միներալնի ոդի, այլ 12:45։ Այ հիմա արի գանք ժամանումներ։ Հիմա գանք ժամանումներ, վաղաժամ 2 ժամանում կա, Ռուսաստանի հետ կապ չունի, իրական Դուբայի թռիչքներն են ավելի վաղ ժամանելու, 11:25-ի փոխարեն 10:38, երկու թռիչք կա, երկուսն էլ այդ ժամին եւ մեկ ուշացում կա, դա Նեապոլ 11:30-ի փոխարեն ինքնաթիռը կթռչի 11:49, ամենակարևորը շատ այդպես ուշացում չէ, երկար սպասելու կարիք չկա եւ մեկ վաղաժամ թռիչք տեղի կունենա դեպի Հռոմ 12:20-ի փոխարեն 12:4, այնպես որ եթե օրինակ Հռոմ եք գնալու եւ հիմա ճանապարհին մեզ եք լսում, մենք ձեզ իհարկե նախանձում ենք, բայց մաղթում ենք բարի եւ անվտանգ թռիչք։ Այո, եւ լավ հանգիստ, եթե հանգստի նպատակով եք մեկնում, տարադրամի փոխարժեքին ծանոթացնեմ, այսօր ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարը համարժեք է 368 դրամի եւ 19 լումայի, 422 դրամ է եվրոն, ռուսական ռուբլին 5 է, 138 դրամ եւ 94 լումայի է համարժեք վրացական լարին, 487 դրամ է ուղիղ սևակ բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամը այսօր 100 դրամ է եւ 25 լումա եւ իրանական ռիալը 0.026 է, կարծես թե համեմատաբար ամենակայուն փոխարժեքը վերջին շրջանում, չնայած տեղի ունեցող քաղաքական իրավիճակներին։ Այո, գանք մայրաքաղաք, այստեղ խցանումային պատկերը դե նույնն է սովորաբար այս ժամերի, չնայած վերջին օրերին սաստկացում կա Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով, բայց այս պահին 7 էլի է եղել, այնպես որ կարող ենք ասել այս պահի դրությամբ կամրջի փակ լինելը շատ չի ազդել խցանումային պատկերի վրա, դե Իսակովի պողոտայից սկսենք, այն հատկապես Երևանյան լճի հատվածից ծանրաբեռնված է դեպի կենտրոն եկող ուղղությունը, Աթենքի փողոցը, ինչպես միշտ դեպի Հաղթանակի կամուրջ եկող ուղղությունը ծանրաբեռնված է, այսօր քարտեզը մի փոքր մեզ դավաճանում է, դե Կիևյան կամրջի մասին ձեզ բազմիցս տեղեկացրել ենք, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 17-ից մինչև կարելի ասել օգոստոսի վերջ փակ է լինելու այս կամուրջը, մարդկանց համար այն դեռ երթևեկելի է, տարբեր տեսանյութեր կային, որ մարդիկ ոտքով անցնում են կամուրջը, բայց տրանսպորտային միջոցների համար այն փակ է եւ բնականաբար դրանով պայմանավորված արդեն հարակից փողոցները այս շրջանի խիստ ծանրաբեռնված են, օրինակ Հալաբյանը, թե դեպի մարզահամերգային համալիր եկող եւ թե հակառակ ուղղությունը ծանրաբեռնված է, գանք բարեկամություն, այստեղ դե Բաղրամյան փողոցի սկիզբն է բավական ծանրաբեռնված, Կոմիտասի պողոտայում տեղ-տեղ կան խցանումներ, դեպի կենտրոն իջնող ուղղությունը հատկապես կենտրոնում տեսնենք ինչ պատկեր է, Ֆրանսիայի հրապարակին հարակից հատվածներում կան խցանումներ, Սայաթ-Նովան
դեպի օպերա գնացող Մատենադարանից Մաշտոցի պողոտա դեպի շարժվող ուղղություններն են ծանրաբեռնված։ Հանրապետության հրապարակում մի փոքր էլի կա երթևեկության դանդաղ ընթացք, բայց հատկապես Ամիրյանը դեպի Մաշտոցի պողոտա գնացող ուղղությունը, Աբովյանը դեպի Հանրապետության հրապարակ իջնող բավական ծանրաբեռնված է։ Ինչ ասենք, ինչպես մխիթարենք, ամառ է, վստահ ենք շատերդ պլանավորում եք ձեր արձակուրդը, որոշ ժամանակ չեք լինի աշխատանքի, միգուցե չեք լինի նաև քաղաքում, Երևանում, երկրում, կփորձեք հանգստանալ, հետո կգաք սեպտեմբերից էլի նույն խցանումները։ Իդեպ Սևակ իրականում կարծում եմ որպես մխիթարան կարող ենք վերցնել այն հանգամանքը, որ լավ է գոնե, որ ամռանն է, փակ կամուրջը պատկերացնում եք ինչ էր տեղի ունենալու, եթե փակվեր սեպտեմբերին կամ աշնանը, երբ նաև բոլորը ուսանողները եւ դպրոցականները դեպի դպրոց են գնում, այնպես որ, չգիտեմ, մեզ մնում է ձեզ մեր ավանդական կոչ անել, մնալ մեզ հետ, հետևել Ստյոպ Վարդանյանի օրինակին, որը մեզ միացել է Facebook-յան էջում եւ մեկնաբանություն է գրել բարի լույս է մաղթում բոլորիս, սուրճը վայելել Sabrina Carpenter-ի կատարման ներքո, Espresso-ի հետ, հետո կվերադառնանք մի փոքրիկ տարօրինակ եւ վախեցնող լուր կպատմեմ Sabrina-ի մասին։ Բայ The station with the best music. I love the music. Best music. Բեգա, այնպեսի անոնս արեցին, անհամբեր սպասում ենք երկը ավարտվի, այդ ինչ ես ասելու Սաբրինայի մասին։ Այո, Սևակ երեք մի տարօրինակ, մի փոքր էլ վախեցնող լուրի հանդիպեցի, դե ոչ մեկի համար էլ նորություն չէ, բոլորս էլ գիտենք, որ հայտնիների ոչ բոլոր երկրպագուներն են, որ նրանց նորմալ ձևով են երկրպագում, շատերը սկսում են հետապնդել եւ իրենց ինչ որ պատմություններ ներշնչել, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ Սաբրինայի հետ է նման մի դեպք
տեղի ունեցել Լոս Անջելեսում դատարանը նրա երկրպագուներից մեկին 5 տարի ժամկետով արգելել է նրան մոտենալ եւ առհասարակ նրա հետ որևէ կապ ունենալ, որովհետեւ այս տղամարդը հետապնդում էր Սաբրինային հերիք չէ։ Մի հատ էլ իմացել էր նրա տների հասցեները, ոչ թե տան, այլ տների եւ պարբերաբար հայտնվում էր այն տանը, որտեղ այդ անգամ Սաբրինան գիշերում էր։ Սաբրինան ոստիկանությանը պատմել է, որ մի անգամ վերջինս նույնիսկ փորձել է մուտք գործել, բարձրացրել է պարսպին եւ փորձել է ներս մտնել, եւ երբ այս տղամարդուն հարցրել են, թե ի վերջո ինչու ես նման բան անում եւ ինչու ես հետապնդում Սաբրինային, նա պատասխանել է, որ ինքն ու Սաբրինան իրականում մի հատուկ կազմակերպության անդամ են, հատուկ գործակալներ են եւ միասին պիտի փրկեն աշխարհը։ Վայ։ Բա, եւ արդյունքում մինչեւ 2031 թվականը նա պետք է հնարավորինս հեռու մնա Carpenter-ից, նրա տներից եւ նրա աշխատավայրերից։ Չգիտեմ ինչու մինչեւ 2031 թվականը, պատկերացնում ես այդ տղամարդը սպասի, մեկ էլ 31 թվականի հունվարի 1-ին կանգնած լինի Carpenter-ի տան դիմաց։ Ինչևէ, կարևորը որ ամեն ինչ լավ է ավարտվել եւ հուսանք, որ իսկապես այս տղամարդը խելքի կգա եւ ձեռք կգաշի իր գաղտնի գործողությունից աշխարհը փրկելու կամ գոնե առանց Սաբրինայի կփրկի։ Ճանաչված լինելու երազանքի մասին մտածելուց իմացեք, որ նման բացասական կողմեր էլ ունի ճանաչումը, հատկապես այո միջազգային աստղերի դեպքում, երբ նրանց միշտ չէ որ բարի նպատակով են հետապնդում։ Այսինքն այնպես չի որ չեն սիրում, երկրպագում են, բայց դա ինչ որ փուլում վերածվում է հիվանդության եւ երբեմն անգամ այդ մարդիկ չեն գիտակցում, որ իրականում իրենց սերը խանգարում է այդ արտիստին, այլ ոչ թե օգնում։ Եվ ի վերջո առավոտյան ծանր թեմա է, բայց հիշենք նաև, որ շատ հայտնիների համար հենց կյանք է արժեցել երկրպագուները, Ջոն Լենոնին, որպես օրինակ վերցնենք Մեքսիկուհի Սելինա անունով երգչուհուն, մի խոսքով, այնպես որ պետք չէ որ սերը վերածվի մոլուցկվի, այն գեղեցիկ է, երբ սիրո սահմանում էլ հենց մնում է։ Այո, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Մենք այժմ միասին կթերթենք օրացույցը, տեսնենք ինչ կա չկա տարբեր տարիներին, հունիսի 19-ին ինչ է կատարվել եւ առաջինը միջազգային օրացույցից սկսենք, մի շատ լավ ու բարի օր է այսօր զբոսանքի համաշխարհային օրը։ Հաճախ ես զբոսնում, Սևակ, ժամանակ լինում է։ Այո, ես փորձում եմ ավելի շատ քայլել եւ հիմա էլ սարկաստիկ կհնչի, բայց շատերը խցանումներից խուսափելու համար իջնում եւ ոտքով են շարունակում իրենց ճանապարհը, ինչ որ կերպ նաեւ զբոսնում են։ Այո, համաձայն եմ, չկա չարիք առանց բարիքի, ինչպես ասում են։ Ուշանում ես զբոսանք չէ դա, այլ կիսավազք, որը իրականում հոգնեցնող է եւ նյարդայնացնող զբոսանքը առանց ինչ որտեղ շտապելու, չէ, հատուկ այգիներով, քո, ինչպես ասում են, հավեսով քայլելու համար է։ Այո, հուսանք այսօր հատկապես ուրբաթ է, աշխատանքից հետո երբ համեմատաբար հով լինի, չնայած այսօր տեսանք, որ ջերմաստիճանը բարձր է, մարդիկ ժամանակ կգտնեն մի փոքր էլ զբոսնելու։ Մի հետաքրքիր օր է նշվում այսօր ամբողջ աշխարհում եւ հենց այս թեմայով մենք ունենալու ենք հյուրեր նաեւ մանկական ֆուտբոլի համաշխարհային օրն է եւ կարծում եմ շատ գեղեցիկ է, որ աշխարհի առաջնությունը համընկել է հենց այս օրերի հետ, անպայման այս թեմայով շատ հարցեր կունենանք մեր հյուրերին։ Մի հետաքրքիր տոն տուփի միջազգային օրն է, հուսով ենք սա տուփի մեջ ապրելու եւ տուփի մեջ մտածելու մասին չէ խոսք, այլ ուղղակի տուփերի, որոնք հաճախ գեղեցկացնում են մեր նվերները, անակնկալները։ Իդեպ այսօր մի շատ կարևոր օր է նաեւ կիբերբուլինգը կանխելու օրն է, cyberbullying։ Գիտենք, որ ցավոք վերջին տարիներին այս արատավոր երևույթը գրեթե ոչ մի երկիր չի շրջացում եւ շատերն են համացանցում խոսում այն ամենը ինչ ուզում են եւ դրա հետ կապված ստիպված են եղել միջազգային մի օր հնարել, որպեսզի այս արատավոր երևույթը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկվեն։ Քանի որ տուփի օրը ինձ առանձնահատուկ հետաքրքրեց, փորձեցի առավել մանրամասն գտնել ինչի մասին է, այն ասում են փաստորեն առավել հաճախ տոնում են այն մարդիկ, ովքեր կատու ունեն կամ տանը ընտանիք կենդանիներ, որոնք սիրում են խաղալ տուփերի հետ եւ հաճախ թաքնվում են դատարկ տուփերի մեջ։ Իդեպ Սևակ, ես էլ ունեմ մի տարօրինակ սովորություն, մինչև աղբի կուտակում չի դառնում, տուփերը դեն չեմ նետում, այո, եւ իմ այն հագուստը, կոշիկները, որոնք գնել եմ տուփով, հենց տուփով էլ ամբողջ ընթացքում պահում եմ եւ մի հսկա աշտարակ ունեմ կոշիկների տուփի, որը գետնից գրեթե շուտով առաստաղ կհասնի, որովհետեւ բոլորի տուփերը պահել եմ։ Հատկապես համացանցում վերջերս տարածվել են այն տեսանյութերը, երբ մարդկանց հարցնում են ինչու եք օրինակ պահում ձեր iPhone-ների տուփերը, չէ՞։ Ասա որ բոլորս պահում ենք, անգամ եթե այդ հեռախոսը վաղուց արդեն շահագործման ենթակա չէ։ Այո, շահագործման ենթական
այո, բայց եթե օրինակ հետո վերավաճառելու նպատակ ունես, այդ դեպքում կարելի է պահել, որովհետև այո։ Աստվածչանի կորի կամ որևէ խնդիր, այնտեղ կան կոդեր, որոնք կարող են ձեզ օգնել հեռախոսը։ Բայց սա վերաբերում է, հիշեցնում ենք այն հեռախոսներին, որոնք դեռ գոյություն ունեն։ Այնպես որ շահագործումից դուրս եկած հեռախոսների տուփերը վստահաբար արդեն կարելի է հաճելի որակով տուփեր են ձեռքդ չգնում ախպեն հետես։ Գանք ազգային տոներին միշտ սկսում ենք այբենական կարգով Միացյալ Նահանգներից եւ նաեւ պատճառն այն է, որ այստեղ շատ են տոները, որոնք հաճախ զարմանք եւ զվարճանք են մեզ պատճառում, թեև ալկոհոլի օգտագործումը շատ չի խրախուսվում, բայց այս տոնի մասին խոսենք Մարտինի ազգային օրն է, այն ուժեղ ալկոհոլ չէ եւ երեկոն կարող է ավելի գեղեցկացնել։ Մեկ ձիթապտուղ էլ մեծ։ Այո, կարծում եմ իրականում Մարտինին հենց վիզուալ է ավելի գեղեցիկ, քան համի առումով, այն ինձ ինչ-որ մեքենայի յուղի համը հիշեցնում, եթե անկեղծ լինենք։ Գարֆիլդ կատվին հիշում ես այն հետաքրքիր։ Նրա տոնն են նահանգներում նշում այսօր նաև։ Այսօր կապույտ հագուստի օրն է Միացյալ Նահանգներում, այսինքն այնտեղ ընդունված է այսօր ավելի կապույտ գույների մեջ լինել։ Իմանայինք այսօր կապույտ կհագնեինք։ Ես այս տոնի մասին գիտեի, սևակ նույնիսկ այսպիսի ցուցադրություն կա, մարդիկ բերում են իրենց շներին, կարծում եմ սա շատ վիրավորական օր է, բայց ամեն դեպքում անճոռնի շնիկների օր կա, մարդիկ բերում են իրենց շներին, որոնք կարծում են, որ տգեղ են եւ նույնիսկ մրցում են ամենատգեղ շան կոչման համար։ Բայց տերերի համար իրենց շները իհարկե, միշտ էլ ամենագեղեցիկն են, այո։ National Watch Day ժամացույցների ազգային օրը եւս այսօր նշվում է օվկիանոսից այն կողմ։ Ճաշելու ընդմիջման ազգային օրն է, անգլերենով եթե բառացի թարգմանենք, հետ վերցրեք լանչի դադարը, այսպես է կոչվում այսօրը, երևի սա այն մարդկանց համար է, որոնք այնքան են տարվում աշխատանքով, որ նույնիսկ վեր չեն կենում տեղից եւ հենց համակարգչի մոտ արագ սնվում են, ինչը մասնագետները խորհուրդ չեն տալիս, այնպես որ գոնե այսօր լավ ընդմիջում կազմակերպեք ձեզ համար։ Միացյալ Նահանգները այսօր տոնում է նաև տանը աշխատող հայրերի օրը, հիշեցնենք, որ 2 օր առաջ էլ հունիսի 17-ին արդեն մեր ազգային օրացույցով հայրերի օրն էր Հայաստանի Հանրապետությունում նշվում, լավ է հայրերին էլ են անդրադառնում, իսկ չէ բողոք ինչ են բոլոր տոները կանանց մասին մայրերի հետ կապված։ Կա flip-flop day, որը թարգմանաբար այդ հողաթափերն են, որոնք քայլելուց ճտճտում են, բայց իրականում օրեր առաջ, երբ եթերում ես ու Տիգրանն էինք, նշվում էր, որ այնտեղ արդեն նշվում էր այսօրը, հետևաբար չգիտեմ որքանով է հավաստի այս տեղեկատվությունը, ամեն դեպքում դա էլ ասենք, այո։ Միացյալ Թագավորություն տեղափոխվենք, համբույրի ազգային օրն են նշում այսօր բրիտանացիները։ Պարագվայում է այսօր կարծում եմ կարևոր օր, ծառատունկի օրն է։ Իսկ Ռուսաստանում ամպերին հետևելու օրը սա հատկապես փոքր տարիքում չէ, երբ շատ ենք նայում երկին կամ խոտին ենք պարկում, ամպերի ընդհանրապես այս տարիքում են խորհուրդ է տրվում հաճախ նայել երկին, մի տեսակ խաղաղություն է գալիս, եւ կարծես թե այսքանով ավարտվում են ազգային տոները, Ֆինլանդիայում բուն ամռան ժամանակը փաստորեն այսօրվանից է մեկնարկում, հոբելյարների տեսանկյունից այսօր օրացույցը ամենևին հարուստ չէ, այնպես որ մենք առանձնահատուկ ուզում ենք հիշել ու շնորհավորել մեր այն ռադիոլսողներին, որոնք այսօր նշում են իրենց ծննդյան օրը եւ ձեզ մաղթել անմոռանալի եւ անակնկալներով լի օր։ Այո, եւ հիշեցնում, որ ձեր հարազատների ծննդյան օրը կարող եք շնորհավորել օրինակ մեր Facebook-յան էջում, որտեղ մենք ուղիղ եթերում ենք եւ ունենք մեկնաբանությունների հատված։ Ռոպեները անց արդեն մեր տաղավարում կլինի ռադիոլուրի մեր գործընկերը, կողջունենք նրան, կհասկանանք թե ինչ է տեղի ունեցել աշխարհում վերջին մի քանի ժամվա ընթացքում, այնպես որ եւս մեկ երաժշտական դադար թեթև սիրելու մասին եւ առհասարակ սիրո մասին, որից հետո կվերադառնանք ու տաղավարում արդեն կլինի մեր գործընկերները։ Իվետա Մուկուչյանի, այո, նոր ալբոմից եւս մեկ երգ լսենք ու վերադառնանք։ I'll take it slow. Maybe I'll find the man I'm looking for, who reads my eyes before I even talk. Obsessed when I sabotage me. Wrong place, wrong man, playing on repeat. Ain't no lesson if it's never done till I fall in to the only one. I'm looking for love in all the places, ended up in Maison du Aces. Small talk, champagne, one sip, cocaine, blink twice, my high on a private plane. Mama said I should never regret. Lose it up, live a life you will never forget. Who's the guy? Slick style said hi, I blushed, he's fine. What if he could be the guy God sent? Easy life,
chasing. Come and get the goods. One night, 2 times, do it like you should. There's no need to sweet talk to me. No words needed, just give me what I need. I'm lying in the bed with the man. He's talking about a wedding ring and a plan. He said he never met somebody this crazy. I think that I should be the mother of his baby. But can you really give me what I need? Give me fights, give me cries, give me lies I believe. Silk sheets, lipstick stains all over him. Can somebody even tell me his name? Easy love, to love me right. Easy love, I don't mind. Easy love, I want you now. Easy on me, love. Easy love, to love me right. Easy love, I don't mind. Easy love, that I want you now. Easy on me, love. Easy love, to love me right. Easy on me, love. I don't mind. Easy love, that I want you now. Easy on me, love. The station with the best music. Best music. I love the music. Best music. Easy Love հեշտ սեր, հա, հեշտ տրվող սեր, բայց ամենևին էլ հեշտ չէ այդ process-ը տեղի ունենում եւ հեշտ չէ ամեն օր եւ յուրաքանչյուր ժամագլխի նաեւ ներկայացնել վերջին ժամի նորությունները, բայց մեր ռադիոլուրի գործընկերները միշտ ինչպես ասում են, փառք ու պատվով իրականացնում են այդ ամենը եւ րոպեներ անց իմանալու ենք թե ինչ է կատարվել Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում վերջին 1 ժամում, իսկ մինչեւ այդ ձեզ հիշեցնենք մեր օրվա թեմայի մասին, ինչպես նշեցինք այսօր մանկական ֆուտբոլի օրն է եւ եթերաժամի երկրորդ հատվածում հենց այս թեմային էլ անդրադառնալու ենք։ Այո, հատկապես այս օրերին դեռ այսօր ֆուտբոլից շատ կխոսենք բնականաբար, որովհետև ինչպես գիտեք, բազմաթիվ բառի բուն իմաստով խաղեր են տեղի ունեցել 3 եւ այսօր արդեն, որովհետև ժամը 12-ից հետո ես դրանց հաշիվներին հետևել եմ, չնայած խաղերից մեկը մի քանի խաղ նույնիսկ հասցրել եմ ամբողջությամբ դիտել սևակ, բայց հիմա վերադառնանք իրականություն, վերադառնանք լրատվական առավոտ եւ ողջունենք մեր գործընկերոջը Բարի լույս Մարլենը։ Ինչպես է առավոտը սկսվել։ Լրատվական, ինչպես ասացիք, ամեն օր առավոտյան լրատվությունը մեզնից, ժամանցը ձեզնից։ Ահա, հրաշալի է։ Կարծես թե ծանր էր վերջին օրերին լրահոսը, բայց հետաքրքիր է, ինչ որ հետաքրքիր կամ գոնե մի փոքր ավելի թեթև լուր եղել է, որ այսօր աչք է զարնել։ Գիտեք, երևի ժամանակ չի մնում իրականում թեթև լուրերին անդրադառնալու, թեև շատ ցանկալի է ամեն օր հաղորդել հաջերի լուրեր մեր ունկնդիրներին։ Երեկվանից ուշադրության կենտրոնում Մոսկվայի շուրջ զարգացումներն են եւ քանի որ այնտեղ ունենք մեծ հայկական համայնք եւս, այս համատեքստում Մոսկվայի ուղղությամբ հարձակումները մտահոգիչ են նաեւ մեզ համար։ Տեսնենք ինչ կա աշխարհում եւ հիշեցնենք նաեւ որ ռադիոլուրը նորությունները թարմացնում է նաեւ on-line տիրույթում, մեր կայքում almradio.am, Facebook-յան էջում, Instagram-ում, տարատեսակ սոցիալական հարթակներում կարող եք ծանոթանալ ռադիոլուրի միջոցով նորություններին, իսկ հիմա արդեն Մարլենան կներկայացնի վերջին 1 ժամի նորությունները, ձեզ հիշեցնենք, որ մենք ուղիղ եթերում ենք նաեւ Facebook-յան հարթակում, մեզ կարող եք դիտել, գրել մեկնաբանություններ, որոնք արդեն կկարդանք եթերաժամի երկրորդ հատվածում։ Իսկ հիմա, ինչպես ասում է մեր գործընկեր Տիգրանը, եկեք ուղենք ժամացույցները եւ հետևենք ռադիոլուրի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում լրատվության ժամ է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Թողարկման մեկնարկին նախ լուրեր պաշտոնական լրահոսից Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի եւ դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Եհուդա Կապլունի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան Միացյալ Նահանգներ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի եւ ապատեղեկատվության տարածման կանխարգելման Արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ էկոնոմիկայի նախարարի տեղակալն էլ Անուշիկ Ավետյանի եւ Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության ու Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին։ Արտգործնախարարությունից փոխանցել են, որ քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության, Եվրամիության անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնման եւ զարգացման ծրագրերը։ Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման եւ առևտրի դյուրացման հարցերը։ Անդրադարձել են նաեւ գյուղատնտեսության եւ ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Եվրոպական միությունում մշակութային դիվանագիտության ֆորում, մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական միության շրջանակում համաժողովին եւ հանդես է եկել ելույթով։ Ենգիբարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն ու հեռանկարները, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կարևոր քայլերը, այդ թվում խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ թրիփ ծրագրի իրականացման ընթացքը։ Տարածաշրջանային զարգացումներին նույնպես անդրադառնանք ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները։ Երկու երկրների միջև այսօր Շվեյցարիայի լեռնային հանգստավայրերից մեկում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը չի մեկնի Շվեյցարիա լոգիստիկ խնդիրների պատճառով։ Իրանական լրատվամիջոցներն ներգրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը նախորդին թվային ձևաչափով ստորագրել էին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Փաստաթուղթը 60 օր է նախատեսում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Հուշագրով հրադադար պետք է հաստատվի նաեւ Լիբանանում, սակայն Իսրայելի իշխանությունները իդեմս Բենյամին Նեթանյահուի հայտնել են, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից, չնայած Միացյալ Նահանգների եւ Իրանի ճնշմանը։ Նեթանյահուն ելույթ ունենալով Իսրայելում նոր ավտոճանապարհի բացման պաշտոնական արարողությանը ասել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում, այնտեղ կպահպանեն անվտանգության գոտին այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգային կարիքները։ Անդրադառնանք նաև Արևմուտք Ռուսաստան հարաբերություններին։ Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարացնել եւս 1 տարով, մինչև այժմ Ուկրաինայի դեմ պատերազմի եւ ուկրաինական տարածքների բռնակցման պատճառով սահմանված պատժամիջոցները երկարացվում էին 6 ամիսը մեկ։ Որոշումը կայացվել է 3 Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստում պատժամիջոցների ժամկետը 1 տարով երկարացնելուն դեմ էր Հունգարիան նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նրա կուսակցության պարտությունից հետո, սակայն Բուդապեշտի դիրքորոշումը փոխվել է։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 3 առավոտյան Մոսկվայի ուղղությամբ զանգվածային օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր։ Նա զգուշացրել է, եթե հարձակումները շարունակվեն, ապա Մոսկվան կայրվի։ Սպառնալից հայտարարություններ են հնչել նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, մինչև ժամը 11-ը։
ու սեր առավոտից։ Looking out across the night time, the city winks asleep as I hear her voice shake my window, sweet seducing sighs. Get me out into the nighttime, for walls won't hold me tonight. If this town is just an apple, then let me take a bite. If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? Reaching out, touch a stranger. Electric eyes are everywhere. See that girl, she knows I'm watching. She likes the way I stare. If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? I like living this way. I like loving this way. That way. Looking out across the morning, the city's heart begins to beat. Reaching out, I touch her shoulder. I'm dreaming of a street. If they say why, tell them that it's human nature. Why does he do it that way? If they say why, tell them why does he do it that way? If they say why, does he do it that way? If they say why, tell them does he do it that way? If they say why, tell them does he do it that way? They say does he do it that way? I like living this way. Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է, եթերաժամի երկրորդ հատվածն է, ովքեր նոր են մեզ միացել, այսօր հունիսի 19-ն է, ճանապարհում ենք աշխատանքային շաբաթը, օրը ուրբաթ է, ժամն էլ 10:10։ Վստահ եմ, որ այն, որ վաղը եւ մյուս օրը հանգստյան օրեր են, ամենաշատը ուրախացնում է ֆուտբոլի երկրպագուներին, հատկապես աշխարհի առաջնությանը հետևողներին, որովհետեւ հանգիստ կարող են գիշերը չքնել եւ դիտել խաղերը, չնայած գիտեմ, որ երկրպագուներից շատերը նույնիսկ աշխատանքային օրերը պատրաստ են
զոհել իրենց քունը միայն թե բաց չթողնեն սիրելի թիմերի խաղերը։ Այս անգամ աշխարհի առաջնությունը այլ աշխարհամասում է, որի հետ չեն բռնում մեր ժամային գոտիները եւ համացանցում անգամ շատ է նման մեմերը եւ ռիլերը, երբ ասում է այս տարի ինչպես է հետևում խաղերի աշխարհին եւ գիշերը կկոցած աչքերով մեկը նայում եմ, դե գիտեք, Ամերիկա, Մեքսիկա եւ Կանադա այս երկրներում է այս տարի անցկացվում մունդիալը եւ հետեւաբար այնտեղ բնականաբար սովորաբար մեր ժամերով արդեն գիշեր է, երբ տեղի են ունենում կարևոր խաղերը, բայց ինչպես Վեգան նշեց, մոլի ֆուտբոլասերներին դա չի խանգարում։ Այո, չի խանգարում եւ հատկապես երբ սիրելի թիմերն են խաղում, իդեպ անակնկալներով լի բավական առաջնությունը, ես էլ այնպես ստացվեց, որ երկու խաղ եմ դիտել եւ երկուսն էլ հենց այն ամենամեծ անակնկալներով խաղերն էին։ Մեկը դա Իսպանիա եւ Կապևերդե խաղն էր, որը 0-0 ավարտվեց, ինչը պարզապես շատ զարմանալի էր, հաշվի առնելով այս թիմերի տարբերությունները եւ Կապևերդեի դարպասապահը Սևակ մի գիշերում կամ մի քանի օրում արդեն կարելի ասել 50,000 հետևողից անցավ 14 միլիոն հետևողի, որովհետեւ բոլորը ապշած էին թե ինչպես նա կարողացավ այդքան ամուր պահել դարպասը։ Մի հավելված եմ քաշել, որտեղից կարող եմ շատ արագ մեր ռադիոլսողներին ներկայացնել խաղերի արդյունքները եւ երեկվա եւ գիշերվա արդյունքները, եթե ասեմ, Անգլիան եւ Խորվատիան խաղացել են 4-2 հաշվով օգուտ Անգլիայի, Չեխիան եւ Աֆրիկա 1-1 ահա, ներողություն, այո, կարծես թե կորցրեցի։ Այո, Շվեյցարիան եւ Բոսնիա-Հերցեգովինան 4-1 հաշվով է ավարտել օգուտ Շվեյցարիայի, Կանադա եւ Քաթար հանդիպումը 6-0 հաշվով է ավարտվել, Քաթարը 6 գոլ է խփել, իսկ Մեքսիկան եւ Կորեան 1-0 հաշվով են ավարտել խաղը։ Ես էլ ասեմ, թե առաջիկայում ինչ խաղեր կան, այս գիշեր արդեն հունիսի 20-ի գիշերը ժամը 2-ին Շոտլանդիա-Մարոկո, Բրազիլիա-Հայիթի խաղը 4:30-ին, Թուրքիա-Պարագվայ արդեն առավոտյան 7-ին եւ Նիդերլանդներ-Շվեդիա խաղը կդիտենք վաղը ժամը 21-ին։ Սա արդեն իդեպ մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։ Հետաքրքիր խաղեր կան նաեւ հանգստյան օրերին, հունիսի 21-ին միմյանց հետ կպայքարեն Գերմանիա, Կոտ դ'Իվուար, Էկվադոր, Կյուրասո, Թունիս, Ճապոնիա, Իսպանիա, Սաուդյան Արաբիա, Բելգիա, Իրան թիմերը եւ արդեն Կիրակի օրը, ճիշտ եմ ասում, Կիրակի օրն է, հունիսի 22-ը, չէ, երկուշաբթի է արդեն դառնում, Ուրուգվայ, Կապո Վերդե, Նոր Զելանդիա, Եգիպտոս, Արգենտինա, Ավստրիա, ահա այս հավաքականները կմրցեն միմյանց դեմ։ Հուսանք Վեգա, որ եզրափակիչ այն կարևոր մի քանի խաղը այնպես կդասավորվի, որ գոնե այստեղ կեսգիշերից հետո չի լինի, այլ կլինի գոնե երեկոյան ժամերի եւ իրականում քիչ հավանական է, սա կարծում եմ կեսգիշերից հետո կլինի, բայց հենց նոր հասկացա, որ ում մտքով կանցներ, որ ամենադիտարժան կամ բոլորի կողմից սպասված խաղերից մեկը կդառնա Ուրուգվայ Կապո Վերդե խաղը, եւ սա պայմանավորված է հենց այն հրաշալի խաղով, որ այս թիմը ցուցաբերեց Իսպանիայի դեմ պայքարում, այնպես որ սպասենք, տեսնենք եւ մեկ ուրախալի լուր էլ ունենք երեկվանից համացանցում պտտվում էր եւ շատ մարդիկ այն ինչպես ասում են շեյր են արել իրենց ստորիներում են տեղադրել եւ իսկապես լայն տարածման արժանի լուր Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ այս լուրը մեզ շատ ուրախությամբ հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, դե անգամ եթե շախմատով հետաքրքրված չենք, Մագնուս Կարլսենի անունը բոլորը գիտեն եւ ահա նրան հաղթելը իսկապես շատ ոգևորիչ լուր է, մենք շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք Շանթ Սարգսյանին։ Այո, իսկապես շնորհակալ ենք, շնորհավորում ենք, հպարտ ենք եւ միայն նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Այսօր դեռ շատ ենք խոսելու ֆուտբոլից, ունենալու ենք հյուրեր հենց այս թեմայով, որովհետև մանկական ֆուտբոլի օրն է նշվում եւ իսկապես շատ երիտասարդ պատանիների, տղա երեխաների համար ֆուտբոլը հենց երազանքի սպորտ է եւ դրանով պրոֆեսիոնալ զբաղվելը հատկապես շատերի համար է երազանք։
եւ Մեկնաբանություններ ունենք։ Այո, ունենք նոր մեկնաբանություններ, մեզ Եսթեր Մխիթարյանն է բարի լույս մաղթում, Ամալիա Ղազարյանն է սթիքերներ ուղարկել, շնորհակալ ենք մեր բոլոր այն ռադիոլսողներին, որոնք մեզ ոչ միայն լսում եւ հետեւում են, այլև գրում են։ Եվ քանի դեռ խոսում ենք ֆուտբոլից, բացի խաղային հաշիվներից, նաև հետաքրքիր են ֆուտբոլային լեգենդների ցուցաբերած արդյունքները, վեգա շատերը նշում են, որ սա շատ տխուր աշխարհի առաջնություն է, որովհետև ֆուտբոլային շատ լեգենդներ վերջին անգամ են մասնակցում, այդ թվում Մեսսի, Ռոնալդո նման հուզիչ, նաև տարատեսակ տեսանյութեր կան համացանցում, որ այս առաջնությանը մեր սիրելի ֆուտբոլիստներին վերջին անգամ ենք տեսնում, բայց նաև ասենք, որ Ռոնալդոն անձնական հակառեկորդ է սահմանել այս առաջնությունում վերջերս կայացած Կոնգոյի դեմոկրատական հանրապետության հետ խաղում Պորտուգալիայի հավաքականը բավարարվեց ոչինչ չասող ոչ ոքիով 1-1 եւ Քրիստիանո Ռոնալդոն հայտնվել է քննադատությունների թիրախում վիճակագրական տվյալները փաստում են, որ պորտուգալացին այս խաղում հակառեկորդ է սահմանել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների այն հանդիպումների հաշվարկով, որոնցում խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպե։ Նա գնդակին դիպել ընդամենը 25 անգամ, ինչը նրա վատագույն ցուցանիշն է բոլոր մրցաշարերում։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում իր հաջորդ հանդիպումը Պորտուգալիան կանցկացնի հունիսի 23-ին մրցելով Ուզբեկստանի ընտրանու հետ։ Սևակ շատ ծիծաղելի եւ զարմանալի է, բայց ես այս խաղը դիտել եմ ամբողջությամբ, այնպես ստացվեց, այո, բնականաբար կար ինձ հետ մարդ, որը մեծ սիրով էր դիտում, ես էլ կողքից դիտում էի եւ լսում էի մեկնաբանությունները։ Այո, ես ֆուտբոլի սիրահար չեմ, բայց հասկացող մարդիկ բացատրում էին, որ այս երևույթը այնինչ տեղի ունեցել պայմանավորված էր այն բանով, որ բոլոր պաշտպանները պարզապես հետապնդում էին միայն Ռոնալդոին եւ երբ նա դաշտում է, կարծես թե խաղը կանգ է առնում եւ բոլորը շարունակում են հետևել հենց նրան եւ մի հետաքրքիր բան էլ կա, որ մարզիչին հարցրել էին, թե ինչու Ռոնալդոին չփոխարինեցիք, նա էլ պատասխանել էր, որ երբ քեզ գոլ է պետք, ծիծաղելի կլինի փոխարինելը աշխարհի լավագույն ռմբարկուին։ Ահա, տես, ինչպես ասում են, ամեն բան իր մեդալի երկրորդ կողմն էլ կա, փաստորեն դա է պատճառը, նրան շրջափակել էին պաշտպանները։ Տեսանք ֆուտբոլի աշխարհի առաջնության այս տարվա հիմնը, որից հետո արդեն կանդրադառնանք օրվա օրացուցային տոնին, որը կրկին ֆուտբոլի հետ է կապված։ You were born here in this place. You belong. You've been this brave all along. What broke you once made you strong. Die, die, ego, darling, darling, let's go. Die, die, ego, darling, darling, let's go. Come follow your desire. When there's a will, there's a way. You're the owner of that fire. No one can take it away. Sweat and blood to write your story. That is how you pave the way. You're about to reach the glory. Only one step away. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all. Just do it again. Now you get to believe, I believe. Cause you know what it takes to believe in my dream. At the top of your game. Feel it, got everything you need it. Now bring it like you need it. Just like you mean it. Dale, olvida lo que vale. Juega como tú sabes. Como tú sabes. And it's just contagious, you know. And it never fails. No, no, No one's getting tired. I know. You got that fire. Hey, yo, keep me a little higher. Let's go, let's go, let's go. Hey, yo. Hey, yo. We've taken all that our hearts can hold. And we can't hold on to the past no more. From the dirt and the tears we make gold. We are more than flesh and bones. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all. Just do it again. Now you get to believe, I believe. Cause you know what it takes to believe in my dream. At the top of your game. Feel it, got everything you needed. Now bring it like you need it. Just like you mean it. Dale, olvida lo que vale. Juega como tú sabes, como tú sabes. Pele Maradona.
Maradona, Maldini, Romario, Cristiano, Ronaldo, El Vive, Iniesta, Beckham y Kaká. Messi, Mbappé, Salah, Brasil, Uruguay, Argentina, Colombia, US, England, Germany, France, South Africa, España, México, Japan, Korea, Netherlands. From the day You were born, here in this place, you belong. You've been disgraced all along. What broke you once made you strong. Die, die, ego, dale, ale, let's go. 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 Սուրճ ու սեր առավոտից։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության այս տարվա հիմնն էինք լսում, դայ Շակիրայի կատարմամբ իդեպ վեգա տեսել ես երևի TikTok-ում քննարկումները, որ արդյոք Շակիրան էր հենց երկում բացման արարողությանը թե ոչ, կարծես թե ոմանք ասում են ինքն իրեն նման չէ, եւ դա դարձել էր հումորի ինչ որտեղ ծաղրի առարկա, բացահայտվում էին տարբեր դեմքեր, թե ովքեր են իրականում եղել, օրինակ Պիկեն կամ Ջանինե Ինֆանտինոն, բայց դե Շակիրանը եւ նա չի ծերանում համակերպվեք այդ փաստի հետ, 49-ամյա երգչուհին դեռ կային նաև կոլաժներ նրա 4 աշխարհի առաջնությունների մասնակցությունից ավելի գեղեցիկ եւ սեքսուալ էր, քան օրինակ երբ որ շատ ավելի փոքր տարիքում էր, այս երգը հիմա նաև շատ տրենդային է համացանցում, հաշվի առնելով ինչ մեծամասշտաբ իրադարձության հետ կապ ունի, եւ շարունակենք թեման, ինչու ենք այսօր շատ խոսում ֆուտբոլից, որովհետեւ հունիսի 19-ը աշխարհում նշվում է որպես մանկական ֆուտբոլի օր։ Այո, եւ փաստորեն այս տոնը սահմանվել է դեռևս 2001 թվականին UNICEF-ի եւ FIFA-ի միջև համագործակցության արդյունքում եւ ամեն տարի հենց հունիսի 19-ին էլ նշվում է։ Նպատակը խթանելն է երեխաների մասնակցությունը սպորտին, առողջ ապրելակերպը եւ թիմային համագործակցությունը։ Աշխարհի տարբեր երկրներում այս օրվա հետ կապված անցկացվում են մանկական ֆուտբոլային մրցաշարեր, բաց մարզումներ, ընկերական հանդիպումներ, կրթական, ժամանցային միջոցառումներ երեխաների համար։ Հիմա մի քանի վիճակագրական տվյալներ ես ու Վեգան կներկայացնենք։ Գիտենք ֆուտբոլը աշխարհի ամենամասսայական սպորտն է եւ Վեգա անկախ հետագայում ինչ կդառնանք, չէ, փոքր տարիքում չկա մի երեխա, հատկապես տղաները, որ չի ունեցել ֆուտբոլային մարզաշապիկ, չի խաղացել ֆուտբոլ, հատկապես մեր տարիքում, հիշում եմ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկները շատ տարածված էին, կանաչ եւ դեղին, եւ այն ժամանակ անգամ չգիտեինք, որ կան դրանց լիցենզիոն տարբերակները, չէ, եթե այսպես ասած օրիգինալ եւ ոչ օրիգինալ, մեզ թվում էր, որ դա ամենալավն է, իսկ մեծացանք եւ հասկացանք, որ աշխարհում ամեն լավ բանի համար պետք է շատ ավելի թանկ վճարել։ Սևակի ասել գիտես ինչ է հիշեցի, բնականաբար Բերբակում էլ բացառություն չէր եւ բոլորը խաղում էին եւ ֆուտբոլ էին խաղում եւ այն ժամանակ շատ հայտնի էր Ռոնալդոն, այն մյուս Ռոնալդոն, Ռոնալդինյոն չէ, Քրիստիանո Ռոնալդոն չէ, երրորդ Ռոնալդոն, որին նաեւ իր ատամների համար չէ մականուն ուներ եւ հիշում եմ, որ նա տարօրինակ սանրվածքներ ուներ, օրինակ ամբողջովին սափրում էր գլուխը եւ միայն մազափունջ էր թողնում ճակատին եւ հիշում եմ մի շրջան մեր բակի բոլոր տղա երեխաները այդ տարօրինակ սանրվածքներով էին շրջում եւ հատկապես այդ ճակատին մազափունջը եւ մնացած ամբողջովին սափրած գլուխներով այն ժամանակ դեռ նույնիսկ չգիտեի ինչ է ֆուտբոլը, բայց այս տղամարդու մասին արդեն լսել էին, նաեւ այդ ֆիշկա կոչված խաղերը կային կլոր եւ ամենաթանկագինները, թանկարժեքները համարվում էին հենց Ռոնալդոյի պատկերովները եւ դրանց համար մեր բակի տղաները պատրաստ էին փոխանակել եւ եթե դրանից էիր ունենում շատ ավելի շատ պատրաստ էին այս կլոր թղթե խաղալիքները տալ, միայն թե այդ պատկերը նրանց տայր։ Աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ զբաղվում է ֆուտբոլով եւ նրանց զգալի մասը այո երեխաներ ու պատանիներ են։ Այդ պատճառով Վեգա ֆուտբոլը հաճախ անվանում են աշխարհի ամենաժողովրդական մարզաձև, քանի որ հնարավորինս մեծ թվով մարդկանց է ներգրավում այս սպորտաձևը։ Իդեպ UNICEF-ի եւ FIFA-ն, թե UNICEF-ը թե FIFA-ն այս տոնի շրջանակում հատուկ ուշադրություն են դարձնում հատկապես սոցիալապես խոցելի խմբերի երեխաներին, խրախուսում
փորձելով նրանց ներգրավել սպորտում եւ զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները, իդեպ սա նույնպես շատ գեղեցիկ մի բան է, որովհետեւ եթե ուսումնասիրենք այս պահին ամենահայտնի մարզիկների, հատկապես ֆուտբոլի ոլորտում ամենահայտնի մարզիկների անցյալը, կտեսնեք, որ նրանցից շատերը, մեծ մասը նույնիսկ գալիս են ծայրահեղ աղքատության, սոցիալական տարբեր խոցելի խմբերին պատկանող ընտանիքներից։ Այո, եւ հետաքրքիրը նաեւ այն է, որ ամենևին պարտադիր չէ, երբ դուք ձեր փոքր երեխային տանում եք ֆուտբոլի, հետագայում նա ֆուտբոլային մեծ կարիերա սկսի, ֆուտբոլը երեխաներին սովորեցնում է ոչ միայն մարզական հմտություններ, այլև դաստիարակում է կարգապահություն, պատասխանատվություն, առաջնորդություն, համագործակցություն։ Այդ պատճառով շատ երկրներում ֆուտբոլը ներառված է նաև դպրոցական արտադասարանական ծրագրերում։ Հետաքրքիր է, որ ժամանակակից ֆուտբոլի կանոնների զգալի մասը ձևավորվել է դեռ 19-րդ դարում Անգլիայում, իսկ այսօր ֆուտբոլ խաղում են գրեթե աշխարհի բոլոր երկրներում։ Շատ համաշխարհային աստղեր, այդ թվում Մեսսին, Ռոնալդոն սկսել են խաղալ շատ փոքր տարիքից, հենց մանկական ակադեմիաներում, եւ իդեպ հենց բոլոր հայտնի ակումբներն էլ սովորաբար ունենում են իրենց ակադեմիաները եւ իրենց հետագա մարզիկներին, ամենահայտնի մարզիկներին բացահայտում են եւ սկսում են պարապել նրանց հետ դեռ վաղ տարիքից։ Արհեստական բանականությանը խնդրեցինք մի քանի զվարճալի փաստեր ներկայացնել երեխաների եւ ֆուտբոլի մասին եւ ըստ AI-ի ֆուտբոլ խաղալիս երեխան կարող է մեկ խաղի ընթացքում վազել մի քանի կիլոմետր, բայց չնկատելով դա, որ մարզվում է, այո, նրանք գնում են գնդակի հետևից, ուղիղ չէ վազքը, բայց պարզվում է, որ մի քանի կիլոմետր վազել են եւ ինչը առողջարար է նրանց օրգանիզմի համար։ Ահա, աշխարհի շատ հայտնի ֆուտբոլիստներ, ինչպես արդեն նշեցինք, վաղ տարիքից են սկսել խաղալ եւ 4-ից 6 տարեկանում, պատկերացնում ես։ Ահա, ֆուտբոլային հանդիպման ընթացքում խաղացողները հարյուրավոր անգամներ փոխում են իրենց արագ ուղղությունը, ինչը զարգացնում է արագությունը եւ հավասարակշռությունը։ Սևակ մի տհաճ փաստ իրականում ժամանակին, այո, ամենասկզբում ֆուտբոլային գնդակները պատրաստվում են կենդանիների միզապարկերից, իսկ այժմ դրանք ստեղծում են ժամանակակից սինթետիկ նյութերով։ Եվ երեխաների տեսանկյունից նաև կարևոր է, որ խաղը, այս մարզաձևը նրանց պարգևում է նոր ընկերներ, քանի որ խաղը հիմնված է թիմային աշխատանքի վրա, եւ զուգահեռաբար մյուս փաստերից էլ խոսենք, կարմիր ու դեղին քարտերը միշտ չէ որ եղել են, դրանք սկսել են կիրառվել 1970 թվականից խաղն ավելի կարգապահ դարձնելու համար։ Ահա, ֆուտբոլ խաղը նպաստում է իրականում ոչ միայն ֆիզիկական փաստորեն, այլև մտավոր զարգացմանը, քանի որ խաղացողները պետք է արագ որոշումներ կայացնեն խաղի ընթացքում։ Այնպես որ ֆուտբոլը միայն խաղ չէ, այն ընկերություն է, առողջություն, թիմային ոգի եւ երեխաների դեպքում նաեւ ուրախ մանկություն։ Մենք գովազդային դադար ունենք այս պահին, այժմ լսենք, որից հետո վերջապես մեր տաղավար կհրավիրենք մեր հյուրերին։ Սուրճ ու սեր առավոտից։ Put your flags up in the sky, in the sky. And wave them side to side, side to side. Show the world where you're from, show 'em where you're from. Show the world we are one. When the going gets tough, the tough get going. One
todos. Invitamos a todo el mundo a jugar con nosotros. And we're on side to side. Show the world where you're from. Show the world we are one. Jenny, dale. One night, watch the world unite. Two sides, one fight, and a million eyes. Full hearts gonna work so hard, shoot all the stars, fist raise up towards the sky. Tonight, watch the world unite, world unite, world unite. For the fight, fight, fight. One night, watch the world unite. Two sides, one fight, and a million eyes. Hey, for the side, come on, sing with me. Halle, halle, come shout it out with me. Come on now, come on now, Put your flags up in the sky. And we're on side to side. Show the world where you're from. Show the world we are one. Leite, obrigado. É meu, é seu, hoje é tudo nosso. Quando eu chamo o mundo inteiro pra jogar é pra mostrar que eu posso. Torcer, chorar, sorrir, gritar. Não importa o resultado, vamos extravasar. And we're on side to side. Show the world where you're from. Show the world we are one. Սուրճ ու սեր առավոտից։ 10:32 դուք շարունակում եք հետևել հանրայինի առաջին ծրագրին եւ մենք էլ շարունակում ենք խոսել ֆուտբոլի մասին ու ինչպես խոստացանք մեր տաղավարում արդեն հյուրընկալել ենք այսօրվա մեր հյուրերին, որոնք ֆուտբոլի մասին մեզ կպատմեն, վեգան կներկայացնի նրանց։ Արդեն մեր տաղավարում են Փյունիկ ակադեմիայի 14 տարեկանների հավաքականի պաշտպան Էրիկ Հովանեսյանը եւ գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը։ Բարի լույս։ Բարի լույս եւ բարի գալուս մեր տաղավար։ Ինչպես են օրը սկսում մարզիկները, թե մարզիչը, թե հենց ֆուտբոլիստը։ Ես սկսեմ հենց ես նախապատրաստական ընթացքով մարզումին պատրաստվելով մարզման Որ process-ը ժամից իդեպ ձեր առավոտը որ ժամից է սկսվում։ առհասարակ ժամը 9-ից Ահա։ եւ սկսում ենք պատրաստվել առաջիկա մարզմանը։ Դուք Էրիկ։ Ես առավոտը քննիցս հելնում եմ, պատրաստում եմ պարապմունքին, որ տրամադրվում այդ պարապմունքին, որ հաջորդ օրը խաղ են գնում, դենց էլի։ Իսկ ինչպես է առհասարակ սկսվել ֆուտբոլային կարիերան, կարող ենք ասել ինչպես եք որոշել, որ պիտի գնաք սպորտի, դա ձեր ցանկությունն էր, թե մայրիկն ու հայրիկն էին ուզում։ Հայրիկս էր ուզում, որ պարապեի ֆուտբոլով։ Ահա։ Ես իմ դուրն եկավ ֆուտբոլը ընդհանուր, դենց ընդունվեցի։ Քանի տարեկանում։ 6 տարեկանում ընդունվեցի ֆուտբոլ, պարապում եմ իջև հիմա։ Իսկ առհասարակ հետաքրքիր է որ տարիքից է խորհուրդ տրվում փորձել երեխայի ուժերը, եթե օրինակ հայրիկն ու մայրիկը երազում են նրա պրոֆեսիոնալ կարիերայի մասին։ Ժամանակակից սպորտում ոչ միայն ֆուտբոլում, ընդհանրապես խորհուրդ է տրվում զբաղվել ինչքան հնարավոր է վաղ տարիքից։ 5 տարեկանից, գուցե նաև 4 տարեկան երեխաները լինում են դեպքեր, ինչքան շուտ սկսեն մարզվել սպորտով, այնքան ավելի լավ իրենց հետագա կարիերայի համար։
Եվ Վահե հետաքրքիր է, իրականում վաղ տարիքից արդեն հնարավոր լինում է հասկանալ, թե արդյոք երեխան ունի տվյալներ հետագայում պրոֆեսիոնալ ձևով այս մարզաձևով զբաղվելու համար, թե ոչ, կամ առհասարակ լինում է, որ հասկանում եք, որ չէ, ավելի լավ է միանգամից պարզ ասել, որ չէ։ Շատ ծավալուն հարց է, եթե խոսում ենք վաղ տարիքից մարզվելու մասին, փորձեմ հնարավորինս կարճ պատասխանել։ Շատ կարևոր է, որ վաղ տարիքում երեխաները երբ որ ընտրում են սպորտը, ֆուտբոլը կոնկրետ, մենք մարզիչներս նպաստենք, որ իրենք սիրեն ֆուտբոլը։ Եվ իրենք հաճույք ստանան ֆուտբոլից, իսկ թե կարող են խաղալ, թե չեն կարող խաղալ բարձր մակարդակներում, դա բնականաբար վաղ տարիքում ասել գրեթե անհնար է։ Հաճախ ծնողներին շրջապատին թվում է, որ երեխան եթե գնում է ֆուտբոլի, ապա մեծ կարիերա պետք է ունենա, բայց մենք քիչ առաջ էլ զրուցում էինք այդ մասին, որ առաջին հերթին սա նաև առողջ ապրելակերպ է, չէ, երեխայի մոտ կարևոր հատկություններ է դաստիարակում, անկախ նրանից նա հետո կընտրի աշխարհում ֆուտբոլային կարիերան եւ օրինակ, չգիտեմ, կհասնի մեծ ճանաչման թե ոչ, ֆուտբոլն ունի իր դրական ազդեցությունը առողջության տեսանկյունից։ Խոսելով ֆուտբոլի դրական կողմերի մասին, ոչ միայն առողջությունը կնշեմ ես, այլ նաև կառաջացնեմ դաստիարակչական գործոնը, որտեղ որ ակումբներում երեխաները դեռ վաղ տարիքից սովորում են կարգապահություն, միասնական լինել, մի նպատակի շուրջ համախմբվել, այսինքն սպորտը նաև միջոց է, որի միջոցով կարող ենք մենք երեխաներին դաստիարակել հասարակության համար պիտանի մարդիկ։ Շատ լավ։ Էրիկ, ինչ է տվել ձեզ, ինչ է տալիս ֆուտբոլը, բացի դե ֆիզիկական պատրաստվածությունից, արդյոք սիրով եք գնում պարապմունքներին, թե լինում է, որ շատ հոգնած եք, արդեն էլ այդքան էլ չեք վայելում։ Ֆուտբոլը ինձ տվել է պայքար, ընկերասիրություն եւ թիմակցի հանդեպ հարգանք։ Ու ես սիրում եմ ֆուտբոլը ու շատ։ Ամեն օր եք մարզվում։ Հա։ Գրեթե ամեն օր։ Հետաքրքիր է, հիմա էլ աշխարհի առաջնությունն է ընթանում, որ թիմին եք երկրպագում։ Հոլանդիա։ Իսկ դուք Չունեմ նախընտրած հավաքական, ավելի շատ հետևում եմ տենդենսներին, թե ուր է տանում ֆուտբոլը։ Ահա, մանավանդ այս տարի շատ դժվար է հետևել խաղերին, դրանք գիշերվա ժամերին են, բայց բազմիցս նշեցինք ներողություն, իրական մոլի ֆուտբոլասերները անգամ այդ ժամերը կարողանում են ֆուտբոլային դասնել։ Էրիկ, իսկ ձեր դեպքում վստահ եմ հիմա մարզիչն էլ կասի, որ երևի խորհուրդ չի տրվում, չէ՞, մարզիկներին ուշ քնել, այդքան վաղ ժամի արթուն լինել, ինչպես եք հետևում խաղերին, ինչպես եք անում, որ համ մարզիչը չզայրանա, համ էլ կարողանաք հետևել խաղերին։ Չեմ կարող նայեմ խաղերը, շուտ եմ քնում։ Չգիտեմ, առավոտներն չեմ կարող շուտել։ Դա հերակա երկրպագում եք փաստորեն Հոլանդիա։ Իսկ հետաքրքիր է, դեռ դպրոցում եք, չէ՞, զուգահեռ սովորում։ Հա։ Հետաքրքիր է համատեղելը ինչպես է ստացվում եւ նաեւ դասընկերները ինչպես են վերաբերվում ձեր կարիերային, արդյոք գալիս են խաղերը դիտելու կամ ընկերները պարզապես երբ հանդիպումներ եք ունենում։ Չեմ ուզում գան։ Ինչի։ Չգիտեմ։ Լարվում եք։ Երևելի։ Ահա, դեռ պատրաստ չես, բայց վստահենք արդեն երբ ավելի մեծ կարիերա սկսես, շատ-շատերը պետք է գան, ոչ միայն դասընկերները։ Եվ Վահե, իդեպ նաև այս մասին, ինչպես է մանկական ֆուտբոլի տարբերակում, այս դեպքում 14 տարեկանների հավաքականի դեպքում, քանի որ թե ես, թե Սևակը բավական հեռու ենք ֆուտբոլից եւ այդքան էլ լավ չենք պատկերացնում, նրանք ունենում են հանդիպումներ այլ ակումբների իրենց հասակակիցների հետ, թե պարզապես հենց թիմի ներսում են խաղերը տեղի ունենում, այսինքն երբ հենց ակումբի ակադեմիայում է սովորում երեխան, մարզվում, ինչ է դա իրեն տալիս, ինչ է իրենից ենթադրում։ Առաջի մասին պատասխանեմ հարցի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է անկապատանեկան մրցաշարը յուրաքանչյուր տարիքային խմբի համար սկսած 9 տարեկան հասակից, ու այո, հենց մենք էլ մասնակցում ենք Հայաստանի տարբեր 15 տարեկանների առաջնությունում, ճիշտ է, մենք 14 տարեկանների թիմ ենք, բայց մասնակցում ենք 15 տարեկանների առաջնությունում եւ միաժամանակ նաեւ գավաթում։ Հնարավորության դեպքում ակումբը փորձում է կազմակերպել ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ թիմերի համար միջազգային մրցաշարեր, ունենք դեպքեր, երբ թիմերը գնացել են մրցաշարերի Ռուսաստան, մենք այս տարի մասնակցեցինք միջազգային մրցաշարի Հայաստանում, ու ակումբը հնարավորինս փորձում է կազմակերպել թիմերի համար, որ իրանք ունենան շատ միջազգային խաղեր եւս։ Ահա։ Հաշվի առնելով, որ դուք շփվում եք ամենասերտ կապը ունեք պատանի ֆուտբոլիստների հետ, ամենալավ պատկերացումը կունենաք, արդյոք լավ ձեռքերում է հայկական ֆուտբոլի ապագան, ունենք կանոններ, որոնք ձեզ զարմացնելու են մեզ հետագայում կամ գուցե կրկնելու են օրինակ Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները։
Երիկի հաջողությունը կրկնելու համար շատ աշխատանք է պետք, շատ պրոֆեսիոնալ աշխատանք է պետք։ Իսկ ինչ վերաբերում է սերունդին կամ սերունդներին, հավատացեք յուրաքանչյուր տարիքում մենք ունենք ոչ միայն մեր ակումբում, այլ ամբողջ Հայաստանում յուրաքանչյուր տարիքում ունենք երեխաներ, ովքեր որ ունեն մեծ հեռանկարներ, այդ թե ինչպես կզարգանան, դա արդեն կախված է առաջերտին մեզանից որպես մարզիչ եւ ակումբից, որը որ մարզիչի միջոցով փորձում է հասնել երեխային իր նպատակին։ Մի փոքր այդ process-ից խոսենք, երբ ծնողները կամ երեխան ցանկանում են գալիս են ակադեմիա, ինչ պայմանների պետք է բավարարեն փոքրիկները, տարեկան քանի անգամ է ընդունելությունը կատարվում, ինչքան է տևում կրթությունը ընդհանրապես։ Այս պահի դրությամբ ակումբում, եթե կա ցանկություն երեխայի կողմից ֆուտբոլով մարզվելու, ունենք առանձին խմբեր, որոնք որ մշտական բնույթ են կրում ընդունելության առումով, այսինքն իրենք ցանկացած պահի, ցանկացած ամսվա ընթացքում կարող են գալ ընդունվել եւ մարզվել։ Եթե խոսենք ավելի փոքրերի մասին, իրենք մարզվում են շաբաթը 2 կամ 3 համար ըստ տարիքի արդեն, իսկ մեծահասակների համար արդեն ակադեմիայում մարզվելու համար կան կրիտերիաներ, որոնցով որ առաջնորդվում ենք ու ընտրություն ենք կատարում երեխեք։ Ինչ որտեղ սա ապագա կադրերի պատրաստում է, չէ, ակումբի համար, որովհետև իհարկե այո, շատերը կարող է պարապեն, հետո թողնեն, ոմանք պետք է շարունակեն կարիերան։ Իհարկե, մենք ունենք մոտավոր երևի 800 եւ ավելի երեխա, ու մեր բոլորիս նպատակը մեր երեխաներին հասնել մեր առաջի թիմ, մեր գլխավոր թիմ։ Ինչքան լավ կատարենք մենք մեր գործը, որպես մարզիչներ, կարծում եմ ավելի կլինի մեծ հնարավորություն, որ մեր առաջի թիմում խաղան մեր տեղացի հայ ֆուտբոլիստներ։ Էրիկ, դուք պլանավորում եք որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հետագայում շարունակել, այսինքն ձեր մասնագիտությունը հենց պահել ֆուտբոլը, եւ հետաքրքիր է, եթե այո, ապա ինչ երազանքներ կան ֆուտբոլի հետ կապված։ Երազանքներ կան, որ Օլիմպիոնիկի առաջի թիմում շատ եմ ուզում, որ այդպես մեծ թիմում խաղամ, ուզում եմ, սիրում եմ ես, ուզում եմ շարունակեմ այս ֆուտբոլը, տենց էլ։ Իսկ հետաքրքիր է հենց առաջին թիմից կամ հայկական ֆուտբոլից կամ ոչ միայն ինչ անուններ կամ որ ձեզ ոգեշնչում են, շատ եք սիրում, երկրպագում եք, ինչ որ բաներ սովորում եք։ Իմ դիրքի պաշտպան Վիրջիլ վան Դայքին եմ շատ սիրում եմ իր խաղը, խելացի է շատ խաղում, տենց էլ։ Իսկ մի հարց էլ, որի մենք չենք հասկանա, բայց ֆուտբոլասերները հաստատ կուզեն իմանալ, որն է ձեր դիրքը։ Կենտրոն պաշտպան։ Ահա, չէ, դա մի քիչ հասկացանք։ Մի քիչ, այո, մի փոքր հասկացանք։ Դե ինչ շատ շնորհակալ ենք, որ մեզ հյուր եկաք անել այս օրերին, երբ առաջնությունն է ընթանում, վստահ ենք Երիկը հետևելու բաներ ունի գոնե on-line հետո, եւ հուսով ենք, որ իսկապես ֆուտբոլը կօգնի իրականացնել ձեր բոլոր երազանքները։ Վահե, ձեզ էլ շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար եւ հուսով ենք, որ Ուզում ենք, որ իսկապես ձեր սաների շրջանում կլինեն անուններ, որոնք ոչ միայն ձեզ, այլև մեզ հետագայում շատ կուրախացնեն։ Սիրով հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Փյունիկ ակադեմիայի 14 տարեկանների հավաքականի պաշտպան Էրիկ Հովհաննիսյանը եւ գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը։ Հիմա մենք մեր հյուրերին կխնդրենք միասին լուսանկար անել, որ չմոռանանք մեր եթերը, դուք էլ այդ ընթացքում եւս մի երգ վայելեք, հետո գանք եւ սկսենք ամփոփել եթերը։ Soy Trini. Everything the man have that I feel me. Donde este el dinero papi give me. Pretty face, ugly girl can't see me. Me that pretty titties, let me do my little shimmy. That look fat, but the waist still skinny. I'm so good that the man I get clingy. I'm even wetter when I do it at the Henny. Wait, it's a great night. Me and my girls turned up, it's a date night. We got these bitches so pressed, but break lights. Them bars really ain't hitting like a play fight. Yo, mira, conmigo pa' amiga. Loca la vida. Yo soy muy rica, papel plástica. Some say football, some say soccer. Look a shot, go plucker. Maluma, baby, ¿qué tal si me pego lento a tu taca? Miente la vuelta cuando el perro ataca. Oro es lo que tiene bajo de esa bata. Qué lindo me trata, cuerpito 60-90. Ella es gol al minuto 90. No lo alquilan ni lo ponen en venta. Eso es lo que en el barrio comentan. Porque es ahí, la que anda por ahí. Quiere que lo mueva así, sí, sí, sí. Es ahí, la que anda por ahí. Quiere
Սուրճ ու սեր առավոտից։ Սա լսում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախորդ հիմնը, որը միավորել էր Նիկի Մինաժին, Մալումային եւ եւս մեկ արտիստի, արդեն ավելի արաբական աշխարհից հայտնի Միրիամ Fires, եթե ճիշտ եմ ասում, տես ֆուտբոլի աշխարհի առաջնությունները հիշվում են ոչ միայն ֆուտբոլիստներով, գոլերով, հիշարժան պահերով, այլև իրենց երգերով, թեև շատերն ասում են, որ այն ժամանակի երգերը Ռիկի Մարտին, Վակա Վակա, Շակերայի էլ ավելի տպավորիչ են, քան վերջին տարիների երգերը, դե ամեն ինչ ըստ տենդենսների է առաջ շարժվում, բայց ֆուտբոլում ամենակարևորը ոչ թե երգերն են, այլ իհարկե ֆուտբոլային հանդիպումները, գոլերը, հիշարժան պահերը, որոնք վստահ ենք, որ այս աշխարհի առաջնությանն էլ կլինեն հատկապես վերջին խաղերում, որոնք բոլորիս ուշադրության կենտրոնում են լինելու։ Այո, իսկապես տոն է կարծում եմ ֆուտբոլասերների համար, այն ինչի մա տեղի է ունենում եւ նույնիսկ մենք բազմիցս ասում ենք Սևակետ, նույնիսկ մի փոքր նախանձում ենք, թե ինչ ջանասիրությամբ են եւ ինչքան ոգևորված են մարդիկ հետևում այս խաղերին։ Եվս մի մեկնաբանություն ունենք իդեպ Յուրի Մարգարյանն է մեզ միացել մեր Facebook-յան էջում, բարի լույս սիրելի ռադիո, ողջույն հայազգ, ձեզ ուրախ եթերներ, ինձ ու Շաբոյան Արտուշին էլ լավ աշխատանքային օր ձեզ հետ միասին։ Մենք էլ ենք ձեզ լավ աշխատանքային օր մաղթում, հատկապես օրը ուրբաթ է, վստահաբար երեկոն էլ կարող է շատ լավ անցնել, եթե նախապես լավ պլանավորեք, բայց նույնիսկ եթե պլաններ չունեք էլ միևնույն է հանգստյան օրերից առաջ տանը անցկացնելը եւ հանգիստ քնելը այն մտքով, որ առավոտյան ոչ միտեղ չէ շտապում, արդեն լավ է։ Իհարկե հիմա գուցե կլինեն մարդիկ, որոնք ասում են դե դա ձեզ է թվում, մենք վաղնել ենք աշխատում, բայց ամեն դեպքում այն մարդկանց համար, որոնք չեն աշխատելու։ Եվ նաև այն մարդկանց համար, որոնք չգիտեն ինչպես անցկացնել ամառային օրերը եւ գուցե երկրից դուրս չեն պլանավորում լինել, մի հետաքրքիր միջոցառման մասին պատմեմ, որը անցկացվելու է միաժամանակ Երևանում եւ Գյումրիում։ Այն կոչվում է Summit, սա ժամանակակից Պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնն է, որը ինչպես արդեն նշեցի, անցկացվում է Երևանում եւ Գյումրիում։ 6-րդ փառատոնը տեղի կունենա հունիսի 22-ից 28-ը։ Այն անցկացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ։ 2025-ին մեկնարկած Summit for Kids ծրագիրը այս տարի կանցկացվի Գյումրիում, ներգրավելով մանկական եւ պատանեկան տարիքի պարողներին Արթուր Գալիմուլինի Ղազախստանից եւ Մաքսիմ Մինկոյի Ռուսաստանից ղեկավարությամբ։ Աշխատարանների ընթացքում ստեղծված ներկայացումը կցուցադրվի Գյումրիում, երեխաները կմասնակցեն վարպետաց դասերի եւ կներկայացնեն իրենց աշխատանքները։ Իսկ հունիսի 23-ին էլ տեղի կունենա պրեմիերա Սանկտ Պետերբուրգի Կանոն Դենս ժամանակակից թատրոնը կներկայացնի Ֆրեյա Սիրո պարադիգմա ներկայացումը, ինչպես նաև թիթեռ ներկայացումը։ Նախատեսվում է նաև հայկական պարադիտում ծրագրի ներկայացումը, որը տեղի կունենա հունիսի 27-ին Փոքր թատրոնի, իսկ 28-ին Երևանի թատրոնի Կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմերում։ Այս փառատոնի նպատակն է խթանել ժամանակակից Պարի կայուն զարգացումը Հայաստանում միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի եւ մշակութային տարածքների հասանելիության ընդլայնման միջոցով, հատկապես ներգրավելով պատանի ստեղծագործողներին, երիտասարդ պարողներին եւ տարածաշրջանային համայնքները։ Եվս մեկ մշակութային լուր, եթերում առիթ եղել է ձեզ ներկայացնել, որ հայկական ռադիոն իր 100-ամյակի շրջանակում շարունակում է մարզերում գեղեցիկ համերգների շարքը եւ ահա այսօր նման համերգ վայելելու հնարավորություն ունեն Տավուշի մարզում, հատկապես Բերդում բնակվող մեր հայրենակիցները։ 100-ամյակի շրջանակում հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը ելույթ կունենա Բերդի մշակույթի տանը այսօր ժամը 19-ին մուտքն ազատ է։ Հիշեցնենք անսամբլի գեղարվեստական ղեկավարն է լեգենդար Ռուբեն Մաթևոսյանը, դիրիժոր Աշոտ Պետրոսյան։ Ելույթ կունենան մենակատարները Ռիմա Սարիբեկյանը, Տիրուհի Մելիքսեթյանը եւ Հրանտ Մուրադյանը։ Մեր գործընկերներին, մեր երաժիշտ գործընկերներին հաջողություն ենք մաղթում եւ ռադիոլսողներին հիշեցնում, որ այս համերգների շարքը շարունակական է։ Մենք ձեզ պարբերաբար կտեղեկացնենք առաջիկա համերգների մասին, որոնց մուտքն ազատ է։ Եվ եւս մի երաժշտական նորություն, որը էլի պատանիներին եւ երեխաներին հատկապես կհետաքրքրի, ծնողներին խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել, հատկապես եթե ձեր երեխաները երաժշտական տաղանդ ունեն, չենք հասցնում մի եվրատեսիլը ամփոփել, մի տեսակը եվրատեսիլի եւ արդեն նորին անդրադառնալու ժամանակն է գալիս, այո։ Եվ առաջին ալիքը տեղեկացրել է, որ արդեն հայտարարվում է մրցույթ։ Ընտրում են մանկական եվրատեսիլ 2026-ի հայաստանյան ներկայացում
լրացուցչին։ Հայտագրումը սկսված է, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ 9-ից 14 տարեկան անհատ կատարողներ, ինչպես նաև դուետներ եւ մինչև 6 մասնակից ունեցող խմբեր։ Լսումներին պետք է կենթանի կատարմամբ ներկայացնել 2 երգի cover տարբերակ։ Մասնակցության հայտը լրացնելու եւ մրցույթի կանոններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ www.eurovision.am մինչև հունիսի 30-ը։ Տարիքն եմ հիշեցնում, հոկտեմբերի 24-ի դրությամբ տարիքը պետք է լինի 9-ից 14 տարեկան։ Կարևոր է, որ ամեն տարի մեր երկիրը հատկապես մանկական եվրատեսիլի մասնակիցներին մրցույթի միջոցով է ընտրում, սա հնարավորություն է տալիս բացահայտել մի շարք տաղանդավոր պատանիների ու երեխաների։ Արի Young Girls-ին լսենք Do It My Way, մեր աղջիկները, որոնք 2 տարի առաջ 23 թվականին, ավելի ճիշտ արդեն 3 տարի առաջ փայլեցին Եվրատեսիլյան բեմում, վերադառնանք ու ամփոփենք մեր եթերը։ With me, I'ma do it my way, and I'm rocking the rules, no matter what they say, and nothing I can do, Чем сиром есть cha-cha-cha, этим бочечи, есть петелине, won't scam, чем амачи, boom, now we're on this room, and your eyes are on me, room, move with the groove, moving with your body, I'll take me to the top, never gonna stop, I'm number one. Gonna lose it down to me, me not down to me, me not down to me, me not daddy goose. Daddy goose. Kam aji pochen keschare, kam mi hangari. I'ma do it my way, and I'm rocking the rules, no matter what they say, and nothing I can do, Սուրճ ուսեր առավոտից։ Տասնանցը 54, եթերաժամի վերջին րոպեներն են, միասին կամփոփենք եթերը, այսօր ուրբաթ է, բոլորին մաղթում ենք հաճելի ուրբաթ երեկո, մինչև եթերը ամփոփելը եւ հիշեցնենք, որ միջոցառումներով հագեցած է մեր weekend-ը։ Այո, իդեպ վաղնել մենք Բերթի մասին այսօր ասացինք, վաղնել Վարդենիսում տեղի կունենա նույն ծրագիրը ժամը 18-ին, ինչպես նաև Սայեթնովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթներն էլ կլինեն ամսի 26-ին Տավուշի մարզի Բերթավանում եւ 27-ին Գեղարքունիքի մարզի Մարտունիում։ Բնականաբար առաջկա եթերների ընթացքում անպայման կհիշեցնենք այդ բոլոր ելույթների մասին, համերգների մասին եւ ընդհանրապես այս ամենով չեն սահմանափակվում հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները, աշնանը դեռելի համերգներ ու միջոցառումներ են նախատեսված, ինչը հաճելի է ամբողջ տարին մեզ ռադիոականներից համար տոնական է, վստահ ենք, որ այն կրկնակի տոն է նաեւ մեր հավատարիմ ռադիոընկերների համար։
Այո, իսկապես փորձեք բաց չթողնել եւ մասնակից դառնալ հանրային ռադիոյի, հայկական ռադիոյի 100-ամյակի միջոցառումներին տարվա ընթացքում դեռ բազմաթիվ անակնկալներ ունի ռադիոն թե մարզերի, թե Երևանի բնակիչների համար, այնպես որ պարզապես պետք է ուշադիր լինել եւ հետեւել հանրային ռադիոյին։ 10:55, ինչը նշանակում է, որ ժամանակն է ձեզ աստիճանաբար հրաժեշտ տալու, բայց ինչպես արդեն ասացի, դուք մնացեք հանրային ռադիոյի հետ օրվա ամբողջ ընթացքում, որպեսզի ոչ միայն մշակութային եւ այլ ոլորտներից հետաքրքիր հաղորդումներ լսեք, այլև ձեր ձեռքը պահեք լուրերի զարկերակին։ Այո, յուրաքանչյուր ժամագլխի մեր գործընկերները կներկայացնեն վերջին ժամի նորությունները, եթերը եզրափակելով հիշեցնենք, որ այսօր շատ տաք է լինելու, ավելի ճիշտ շոկ է լինելու 36 աստիճան առավելագույնը ցերեկը կդիտվի, երեկոյան 26, գիշերը 21 աստիճան, իսկ այս պահին արդեն 25 աստիճան է մեր մայրաքաղաքում եւ շատ արևոտ եղանակ է, արև ու շոկ եղանակ սիրողների աչքը լույս, ինչպես ասում են։ Այո, հուսով եմ, որ նման լուրեր կունենանք եղանակի հետ կապված նաև երկուշաբթի, երբ առավոտյան էլի նույն ժամին կմիանանք, եթերում էլի կլինենք ես եւ Սևակը եւ ձեզ կասենք ավանդաբար բարի լույս։ Մեր երկրում ազատ ուրախ, ուր գարուն է միշտ բուրում, Շողուն կարին է, իմ երկրի կնքուշ ծախիկ, քո հայացքը գեղատես, քո հասակը բարդու պես, և խոսքերդ սրտակես կարին է, արևոտ բայց առաղջիկ։ Կարին է, քեզ համար եմ խորին է, կարին է, քեզ համար եմ խորին է, գործի մեջ թե կյանքում